Խնդիր 582 Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի համար վճարել են 36,000 դրամ։ Ինչ արժե պարտերի տոմսը, եթե այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։ Ըստ խնդրի պայմանի տրված է, որ պարտերի և օթյակի 12-ական տոմսեր են գնել։ Դա նշանակում է, որ գնել են պարտերի 12 տոմս և օթյակի 12 տոմս։ Եվ ընդամենը այդ բոլոր տոմսերի համար վճարել են 36,000 դրամ։ Ընդ որում, պարտերի տոմսը 1000 դրամով թանկ է օթյակի տոմսից։ Այսինքն ընդամենը գնել են 12 գումարած 12 հավասար է 24 տոմս։ Եվ քանի որ պարտերի տոմսը 1000 դրամով թանկ է օթյակի տոմսից և պարտերի 12 տոմս են գնել, ուրեմն պարտերի տոմսերը թանկ են օթյակի տոմսերից 12 անգամ 1000 դրամով։ 12 անգամ 1000 հավասար է 12,000 դրամ։ Եթե այս ավել գումարը, որը մտնում է պարտերի տոմսի արժեքի մեջ, հանենք ընդհանուր գումարից 36,000-ից, այսպիսով պարտերի տոմսերի արժեքը կհավասարվի օթյակի տոմսերի արժեքին և կունենանք 36,000-ից հանած 12,000 հավասար է 24,000 դրամ։ Այսինքն պարտերի տոմսի արժեքը հավասարվեց օթյակի տոմսի արժեքին։ Քանի որ ընդամենը 24 տոմս է, 24,000 դրամը բաժանենք 24-ի, որպեսզի տեսնենք, թե յուրաքանչյուր տոմսը ինչ արժե։ Ընդ որում, այս ստացված արժեքը կլինի օթյակի տոմսի արժեքը։ Հավասար է 1000 դրամ։ Նշենք, որ սա օթյակի տոմսի արժեքն է։ Քանի որ պարտերի տոմսի արժեքը մենք հավասարեցրինք օթյակի տոմսի արժեքին, ընդհանուր 36,000-ից հանեցինք 12,000 և 24,000-ի մեջ արդեն մտնում էր օթյակի տոմսի արժեքը և պարտերի տոմսի արժեքը հանված 1000 դրամները, 12 անգամ 1000-ը։ Քանի որ պարտերի տոմսի արժեքը 1000 դրամով թանկ է օթյակի տոմսի արժեքից, ապա 1000-ին կգումարենք 1000, որպեսզի գտնենք պարտերի տոմսը ինչ արժե։ Հավասար է 2000։ Այստեղ նշենք, որ
2000 դրամը պարտերի տոմսի արժեքն է։ Այսպիսով ունենք պատասխան օթյակի տոմսը արժե 1000 դրամ, և պարտերի տոմսը արժե 2000 դրամ։